Հայաստանի ազգային գրադարանը մեկ ցուցադրական նախագծում ամբողջացրել է հայ ազգային դյուցազնավեպի Սասունցի Դավիթ էպոսի նկարազարդումների պատմությունը, ցուցադրության մեջ ներառելով մեր գեղարվեստական մտքի հսկաների գործերից մինչև նորօրյա նկարազարդումները։ 3 տասնյակից ավելի հայ եւ օտարազգի հեղինակների նկարազարդումներն արտացոլում են ոչ միայն էպոսի վիզուալ ընկալումները տարբեր ժամանակներում եւ մշակույթներում, այլև դրանց փոխակերպումների ընթացքը։ Հայկական տիեզերավեպը մշտապես ոգեշնչել եւ սնել է մեր մեծ նկարիչների միտքը ազգային կենսունակության եւ հարատեվության իր ուղերձներով։ Հերոսավեպի պատկերազարդումներն իրենց հեղինակային անկրկնելի ձեռագրով հանդերձ միավորված են մեկ ընդհանուր հայրենասիրության եւ հայրենապաշտության գաղափարախոսությամբ։ Նկարազարդումներից բացի ներկայացված են նաեւ էպոսի տարբեր շրջանների արժեքավոր հրատարակություններ։ Այս դեպքում առաջնորդվել են գրադարանի կազմած մատենագիտությամբ։ Ազգային գրադարանը ունի կազմած 2 մատենագիտություն, առաջինը բիբլիոգրաֆիան, որը տպագրվել է 1939 թվականին Սասունցի Դավիթ էպոսի 1000-ամյակի կապակցությամբ, որը ընդգրկում էր 324 հրատարակություն։ 2009-ին արդեն նոր մատենագիտությունն է կազմում, որը կրկնակի, եռակի, քառակի աճ է արձանագրում, 1324 մատենագիտական գրառում, այսպես ասած, գրքեր, մամուլի հրապարակություններ, մշակումներ, պատումներ։ Էպոսում անբարված ժողովրդական կենսափորձով ու ազգային արժեհամակարգով ժամանակին տարվել են Կոջոյանը, Երվանդ Քոչարը, Գրիգոր Խանջյանը, Մհեր Աբեղյանը, Խորեն Հակոբյանը։ Ցուցադրությունը սկսվում է Կոջոյանի պատկերազարդումներով, ապա ներառում 1939-ին էպոսի 1000-ամյակի առիթով ռուսերեն ակադեմիական հրատարակության համար ստեղծված Քոչարի հարթաքանդակների էպիկական շարքը, նաև Գրիգոր Խանջյանի հայտնի նկարազարդումները եւ հասնում մինչև մեր օրեր։ Էպոսի ամենաթարմ նկարազարդումների հեղինակը գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանն է։ Նկարչի արվեստանոցի կենտրոնում նրա Սասունցի Դավիթ մեծադիր կտավն է, որը 6 տասնամյակ առաջ արժանացել է հենց Քոչարի բարձր գնահատականին։ Տարիներ շարունակ գեղանկարիչը ոգեշնչվել է էպոսի զորավոր տեքստով, դրանում խտացած մեր ժողովրդի կենսափիլիսոփայությամբ եւ ազգային բարոյականության արժեքներով։ Մեր կենսագրությունն է, այդպես ասեմ, ու միակ բանն է, որ ամեն հայի ծանոթ է, Սասնացրերից սկսած, Սասունցի Դավիթից, ուժի, հզորության, միաբանության, այդ բոլոր գաղափարը կա։ Չպետք է Դավիթին նայել ինչ-որ ժամանակահատվածի կատարած հերոսություն եւ այլը։ Սա պատմության ամբողջ մի ընթացք է իրեն մեջ կրում, դարերով եկավ եւ դեպի առաջիկա դարերը, որ պետք է ապրենք, անդադ Սասունցի Դավիթը ներկա է լինելու մեր պատմության մեջ։ Գեղանկարչի հեղինակած նոր շարքն ամբողջանում է 26 էջային պատկերների էսքիզներով, որոնցում Սասնածռերի համահավաքի պատմական նյութը գեղանկարչական պատումի է վերածվում արդեն 21-րդ դարի շրջափուլում։ Նունե Ալեքսանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։